Իմ սիրելի առյուծներ, բարի արև։ Այսօր հունվարի 24-ն է իմ օրացույցով Ուրանի օրը եւ ես կներկայացնեմ ձեզ 2026 թվականի բնականաբար փետրվար ամսվա համար կանխատեսումը բոլոր նրանց համար, ում ասցենդենտի նշանն է առյուծը հիմնականում եւ սա վերաբերում է նաեւ բոլոր նրանց, ում արևն է գտնվում առյուծի նշանում։ Ահա, այսինքն նշանակում է մոտավոր ասեմ հուլիսի 22-ից պլյուս մինուս 1-2 օր, հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը ծնվածներին, երբ ասում եմ արևը առյուծի մեջ է, դա է նշանակում, որտեղ ինձ հարցնում են ինչ է նշանակում արևը կոնկրետ այս նշանում։ Այդ դա է նշանակում, որ դուք ծնվել եք այդ ժամանակահատվածում։ Եվ այսպես առյուծները 3-րդ տեղից հետընթաց են ունեցել դեպի 4-րդ տեղ, իրենց ուրեմն զիջելով իրենց 3-րդ տեղը ձկներին, փոխանակվել են ձկների հետ, ինչ որ հարցում պայմանավորվել են, ասել են լավ ձկներ մեծահոգ են, չէ, առյուծները, լավ մի հոգու են բաց թողել առաջ, ասել են լավ դուք անցեք առաջ, սիրելի ձկներ, շատ էմոցիոնալ եք, շատ այդպես ավելի զգայուն եք, ավելի լավ է դու գնաս առաջ, այդպես մեծահոգորեն առյուծները ուրեմն իրենցից առաջ են թողել ձկներին։ Տեսնենք ինչքան կշարունակվի, էլի նշաններ առաջ կընկնեն, թե իրենք կպահպանեն իրենց 4-րդ տեղը, որովհետև ձկների ախորժակը բացվել է ու այդպես առաջ են շարժվում։ Եվ այսպես ձեզ ընկավ Ուրանը, որը ձեր հետ ինչ որ առումով ինքը կապ ունի, փոփոխություններ է բերում եւ հենց Ուրանի նշանում ջրհոսի նշանում տեղի կունենա արևի ուղղակաձև խավարումը փետրվարի 17-ին, իսկ ձեր նշանում սիրելի առյուծներ տեղի ունենալու փետրվարի 2-ին լիա լուսինը, այնպես որ պատահական չէր այդ առանցքն է եւ պատահական չէր որ դա ձեզ բաժին ընկավ եւ ինքը հենց Ուրանը կդառնա ուղընթաց գտնվում է ցոլի նշանում, ինքը բերում է ձեր աշխատանքի հարցում կարիերայում շատերի մոտ, ուրեմն բերում է փոփոխություն, ասենք եթե ուրեմն պատվերներ եք ընդունում, հա, այսինքն ձեր աշխատանքը հիմնական դες պիտի պատվերներ տան, հաճախորդներ ունեք եւ այլն, այս դեպքում ուրեմն շատ փոփոխական է, մի քանի պատվերներ կարող եք ունենալ որոշ ժամանակահատված, իսկ որոշ ժամանակահատված կարող եք ընդհանրապես չունենալ եւ դրա համար էլ ձեզ մոտ հիմնականում ասցենդենտով առյուծների այստեղ ֆինանսներ կարող են գնալ ինչ որ առումով դուք ֆինանսներ ծախսեք եւ իհարկե որոշակի իհարկե սահմանափակումները ավարտվում են մեծ առումով, բայց դուք պետք է վերանայեք ձեր ֆինանսական վիճակը, հասկանաք, ընդունում եք պատվերներ, փոխում եք աշխատանքը եւ այլն, այս ամենի վերանայումը ձեզ համար լինելու է եւ ասեմ, որ մարտ ամսին, այսինքն որոնց որոշ մարդկանց մոտ հիմա դա արդեն կարող է լինել, ինչ որ առիթով, ինչ որ այդպես իրադարձություններ են լինում, ինչի դեպքում առյուծները կարող են գումարներ ծախսել կամ ինչ որ բան կորցնել, այդպես թեկուզ բիզնեսի հետ կապված։ Սա են հիմնականում ասցենդենտով առյուծներին, հետոնոր արևի նշանով եւ իհարկե Սատուրնը կմտնի կրակի նշան։ Դա ձեզ համար լավ է բնականաբար եւ շատերը իրենց ուրեմն նպատակը կարող են տեսնել արտերկրում, հա, որ այնտեղ պիտի գնան կամ այնտեղ այդ կապ հաստատել եւ այլն, չնայած հիմա թաց ու չորը լրիվ խառնվել է իրար, դժվար է հասկանալ ինչ է կատարվում, այդ ինչպես որ ասել եք 26 թվականին քաոսը սկսվելու է, ինքը արդեն սկսվել է։ Այդպես այդպեսի փոփոխություններ բոլոր դեպքերում կարծես թե սահմանից այն կողմ են իրենք տեսնում իրենց գործունեությունը շատերը այսպեսի իրավիճակ եւ Մերկուրին կմտնի ձկան նշան կդառնա հետընթաց եւ Վեներան կմտնի ձկան նշան, որտեղ ինքը համարվում է բարձրակետում, բայց մեծ հաշվով Մերկուրիի համար ձկան նշանում միանշանակ այնտեղ
Մերկուրին ոչ միայն վտարված է, այլ նաև անկման մեջ է։ Արդեն պատկերացրեցիք, որ միտքը, լեզուն, խոսքը, հարաբերությունները եւ այլն, այստեղ որոշակի դժվարություններ կարող են լինել, հատկապես ֆինանսների հետ կապված։ Այսպիսի իրադարձություններ եւ իհարկե շատ հետաքրքիր բան, փետրվարի 18-ին է արևը մտնելու ձկան նշան, եկեք հենց սկսենք արևից, չնայած դա վերջի իրադարձությունն է, բայց ես ուզում սկսել արևից, ձեր դեպքում որտեղ ինքը ձեր մոլորակն է, ուրեմն փետրվարի 18-ին ժամը 19:51:44 արևը կմտնի ձկան նշան, ձեր ֆինանսներն են, իսկ արդեն մինչ արևի մտնելը ձկան նշան, այնտեղ արդեն կլինեն եւ Վեներան եւ Մերկուրին, այնպես որ իրանք այդպես կկազմակերպեն մուտքը, կդիմավորեն շատ լավ, ուրեմն բարձր մակարդակով կդիմավորեն արևին։ Համենայն դեպս ձեզ համար շատ ավելի լավ է, որ ինքը դուրս է գալիս ջրհոսի նշանից, ձեր հակադիր նշանն է, եւ ձկան նշանում տեսնում եք այ կապվածությունը, դուք ձեր տեղը զիջեցիք ձկան, ես որ պատահական չէր, որ այդպես կանգ առա, եւ հիմա արևը մտնում է ձկան նշան, այսինքն այդ ժեստը որ բնորոշ է առյուծներին, թագավորներին, իրանք այդ ժեստը ուրեմն արեցին ձկների հանդեպ, հասկանալով, որ հիմա բոլորը հավաքվելու են ձկան նշանում, այդպես եւ հիմա ուրեմն լիալուսինը, մանրամասնեմ լիալուսինը, արևին փաստորեն դիմավորեցինք, հիմա անցնենք մյուս իրադարձություններին։ Փետրվար 2-ին լիալուսինը կլինի, արևը եւ լուսինը կհակադրվեն 14 աստիճանում, սիրելի առյուծներ, ասացի ձեր նշանում է լինելու գիշերը Հայաստանի ժամանակով 2:09:03, այսինքն ձեզ համար շատ հարցեր պարզ կլինեն եւ հնարավոր է որոշ առյուծների մոտ դա կարող լինել անձնական, գործնական, շատ տարբեր, այսինքն բոլոր թեմաներին վերաբերող, հա, եւ ոմանց մոտ դա կարող է արդեն կատարվել է, ոմանց մոտ արդեն կարող է կատարվել, երբ մոտենում ենք փետրվարի 2-ին։ Սա այսպես, եւ արևի օղակաձև խավարումն եմ ուզում նշել, դա կլինի փետրվարի 17-ին, արևի լուսինը կմիավորվեն 29 աստիճանում, Հայաստանի ժամանակով 16:00:57 եւ այն կլինի ջրհոսի նշանում, այսինքն ձեր հակադիր նշանն է, գիտեք, սիրելի առյուծներ, թերևս ամենաշատը ձեզ է վերաբերում, հա, այս լիալուսին եւ խավարումը, որտեղ լիալուսինը ձեր նշանում է, արևի խավարումը հակադիր նշանում է, բայց ասեմ ձեզ, որ սա լավ խավարում է եւ ձեզ մոտ ինչ էլ որ լինի, երկրորդ անձնավորության հետ կապված ինչ էլ որ լինի, դա բարին դա է, ինչպես ասում են, պետք չի հուսահատվել այսպես, նույնիսկ եթե ասենք հեռացում լինի, ուրեմն իմացեք, որ դա լավ է, հետո կուսումնասիրեք կամ հետո տարիներ անց պարզ կլինի, որ կհասկանաք ինչ լավ էր, որ դուք ուրեմն բաժանվեցիք, հեռացաք եւ կամ այլևս չհամագործակցեցիք բիզնեսում տվյալ անձի հետ, դա շատ ավելի լավ է, որտեղ ձեր գործը ավելի լավ կարող է լինել։ Այսպիսի իրադարձություններ կլինեն, այնպես որ մի տխրեք, որ ուրեմն այդպիսի բաներ, եթե հանկարծ կլինեն ձեր կյանքում։ Փետրվարի 4-ին այստեղ Ուրանն է դառնալու ուղղընթաց, ահա, Ուրանը կդառնա ուղղընթաց եւ այսօր դուք Ուրաններ ձեզ ուրեմն առաջնորդում, գիտեք, շատերի մոտ արդեն ասացի փոփոխություններ իրենց նպատակներում կամ եթե դուք սպասարկման ոլորտում եք աշխատում, այստեղ մի շարք ղեկավարներ եք փոխում կամ պարզապես տարբեր պատվերներ եք տարբեր մարդկանց հետ եք շփվում, սա կարող է լինել եւ ձեր անձնական քարտեզը իհարկե ցույց կտա, տրանզիտները դա ցույց չեն տա, թե ասենք կոնկրետ ինչպիսի իրադարձություններ են լինում, որտեղ դուք նույն հաջողությամբ կարող եք աշխատանք կորցնել, նույն հաջողությամբ կտեղափոխվել ավելի լավ աշխատանքի, հա, այս ամենը ուրեմն կարող են ձեզ հետ լինել եւ ինքը թափով այդպես դառնում է ուղղընթաց, որպեսզի արդեն առաջիկայում արդեն 7 տարով հաստատվի
Երկորյակի նշանում, այնպես որ ձեր կարիերային նպատակներին ինքը հանգիստ կթողնի եւ կշարժվի իր հաջորդ միսիան կատարելուն։ Եվ ասացի, որ Սատուրնը եւս փոխում է իր նշանը փետրվարի 14-ից մինչև 2028 թվականի ապրիլի 13-ը ինքը կլինի Խոյի նշանում։ Կրակի նշանում է դուք եւս կրակ, Խոյը կրակ, ահա, այնպես որ Սատուրնը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ եւ իհարկե, գիտեք, կարող է այնպիսի, ասենք, առություններ, որ արևը միայն արևը լինի կամ Մերկուրին իր հետ լինի եւ մնացած մոլորակները այդպես ցրված լինեն, հա, կամ հավաքված կամ ցրված։ Եթե ցրված են, այստեղ արդեն դուք ինքներդ պետք է նայեք, թե ուրեմն ինչ ոլորտում կարող են խնդիրներ լինել։ Այսպես է, միայն անձնական քարտեզը ցույց կտա, այնպես որ սա եւս զգուշացնում է, որ հետո խնդիրներ լինեն, դուք չզարմանաք։ Իսկ ընդհանուր դա բնականաբար լավ է, որովհետեւ այստեղ արտերկրի հարցն է եւ ինչպես որ ասացի, շատ նպատակներ դուք կապում եք արտերկրի հետ, այդտեղ փոփոխություն, այդպես նրանք ովքեր ուզում են ուսումը շարունակել, կարող են արտերկրում շարունակել բարձրագույն կրթություն ստանալ եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ ասում է, որ դեռևս պիտի աշխատեք, գիտելիքներ ձեռք բերեք եւ այլն եւ այլն։ Եվ փետրվարի 7-ին Մերկուրին կմտնի ձկան նշան, ինչպես որ ասացի, եւ 23-26-ին ինքը դառնալու է հետընթաց։ Այստեղ ձեր ֆինանսներն են, հանդիպումներ, միգուցե ֆինանսական հարցեր, աշխատանքի հարցեր քննարկեք եւ բավականին ուրեմն այդտեղ հանդիպումներ լինի եւ հասկանաք, որ վերանայեք ձեր ֆինանսական վիճակը, հասկանաք ինչպես կարող եք ծախսել, ինչ կարող եք անել եւ այլն եւ այլն։ Այնպես որ շատ կարեւոր է, որ դուք վերանայեք եւ միգուցե եղել են անտեղի ծախսեր, հիմա դուք արդեն կամ ինչ որ այդպես շատ եք լավություն արել, այսպես ասած, եւ հիմա այդպես ֆինանսական ճեղքեր կան, այլևս այդ լավություն չեք անելու, չէ, առուց այդպես սովորա լավություն անելու թակավորն է, բաշխում ամենից այլ քեզ եւ այլն, այնպես որ հիմա տեսնում եմ, որ արդեն իր գանձարանը դատարկվել է եւ հարկավոր է գանձարանը լցնել, բա առանձներ։ Սա էլ էսպես եւ հետընթաց Մերկուրիի ժամանակ, եթե ինչ որ ֆինանսական հարցեր են բանկի հետ կապված գործեր են, պետք է ուշադիր լինեք, որովհետև այստեղ մոռացումներ են լինում, թերություններ են լինում եւ այլն, ուշադիր եղեք իրեր չկորցնեք եւ այդպես դա նաեւ էմոցիաները կարող են շատ բարձր լինել, պետք չի տրվել զգացողություններին, այդպես ավելի կոնկրետ քայլեր պետք է անեք։ Սա այսպես եւ իհարկե վերանայեք ձեր հարաբերությունները ձեր ընկերների կամ ղեկավարների հետ արդյոք շարունակեք իրենց հետ աշխատել եւ այլն։ Այսպեսի հարցեր կլինեն, իսկ արդեն 10-ին 7-ին Մերկուրին է մտնում ձկաննշան, 10-ին իրեն կհետևի Վեներան, որը գտնվում է բարձրակետում, ի տարբերություն Մերկուրիի ասացի, որ ինքը եւ անկման մեջ է եւ վտարված, այսինքն այստեղ միտքը առանձնապես գիտեք, եթե ինչ որ հարցեր ունեք, թե ֆինանսական, թե այլ կարևոր հարցեր, ուրեմն ցանկալի է մինչև 26-ը, 20, ոչ թե 26, այլ 20, 21-22 մաքսիմում այդ ժամանակահատվածում ուրեմն կարգավորել, որովհետև դուք գտնվելու եք ոչ միայն Մերկուրին է դառնում հետընթաց եւ միտքը այդպես շատ ցրված է լինում մարդկանց մոտ, այլ նաեւ գտնվելու են խավարման միջանցքում, այսինքն այս երկուսը միանում են եւ պետք է լինել շատ զգուշ ցանկացած հարցերում, շատ ուշադիր պետք է լինենք։ Վեներան եւս մինչեւ մարտի 3-ը ուրեմն ներողություն, մարտի 6-ը կմնա ձկան նշանում, ինքը ֆինանսական հարցերն է նաև փորձում կարգավորել, որովհետև ֆինանսների տանն է եւ նշանով ինքը բարձրակետում է գտնվում։ Ես կարծում եմ ինչ որ առումով
ճիշտ է վեներան կարիճի տան այդքան լավ չի զգում իրեն, բայց բոլոր դեպքերում այստեղ ֆինանսական հարցերը կքննարկվեն եւ ձեր անձնական քարտեզով է պայմանավորված դուք այստեղ գումարներ կծախսեք, գումարներ կաշխատեք, ինչպես կլինի, մեծամասնությունը ավելի շատ գումարներ կգան իրենց նվերի տեսքով կամ այլ ձևերով, բայց հիշեցի պարգևավճարի տեսքով ինչևէ այսպեսի ուրեմն իրավիճակ կլինի եւ 18-ին արևի մասին արդեն ասել եմ եւ ուզում եմ նշել արևի խավարումը, արևի ուղղակաձև խավարումը, որ ինչպես ասացի փետրվարի 17-ին է լինելու, մենք գտնվելու ենք մինչև մարտի 3-ից նախապես ասեմ, մարտի 3 մենք կգտնվենք խավարման միջանցքում, քանզի մարտի 3-ին տեղի ունենալու լուսնի ամբողջական խավարումը կույսի 13 աստիճանում եւ այստեղ դուք ուշադիր պետք է լինեք, հնարավոր է ոմանք ուշադիր եղեք աշխատանքի, այսօր ասում եմ ղեկավարի հետ կոնֆլիկտներ կարող են լինել, փոխել ղեկավարները, աշխատանք եւ այլն, հա, այսինքն դուք ուշադրություն եք դարձնում, որպեսզի աշխատանք չկորցնեք եւ այստեղ նաեւ ֆինանսական հարցեր, խնդիրներ չունենաք, հա, հնարավոր է որ մեծ գումար ծախսվի յուրաքանչյուրը ըստ իր անձնական քարտեզի տարբեր նպատակների համար հնարավոր է գումարներ ծախսվեն, ուշադիր եղեք, որպեսզի հենց այնպես կորուստներ չլինեն, ուշադիր եղեք, որպեսզի աշխատանքը ուրեմն չփոխեք եւ այդ ժամանակահատվածում ես ամեն այնպես խավարման միջանցքում լուսնի խավարումը եւս 15 օր, եթե ոչ մի ամիս փորձեք աշխատանքի հարցում լինել ուշադիր եւ իսկ նրանք ովքեր պատվերներ պիտի ստանան սպասարկման ոլորտում են, այս դեպքում այդ ժամանակահատվածը հնարավոր է որ որոշակի դժվարություններ լինեն սա ընդհանուր իսկ մնացած արդեն ցույց է տալիս ձեր անձնական քարտեզը, հա, միգուցե լավ ասպեկտացիաներ եք ունենում, նման բան չի լինում, իսկ ընդհանուր մեծամասնության մոտ ուրեմն դա այդպես է լինելու, ոչ մի կարևոր գործ, ոչ մի քննարկում սիրելի առյուծներ, ուրեմն ձեր ղեկավարի հետ, թեկուզ տան ընտանիքի անդամների եւ այլն փորձում ենք ուրեմն չպարզաբանել այս ժամանակահատվածում առավել եւս ինչ որ մեկ հետ համագործակցել, գործ սկսել, թեկուզ անձնական այս ժամանակահատվածում նաեւ եթե ամուսնանում եք, ուրեմն պետք է ամուսնանաք մինչեւ փետրվարի 2-ը եւ ցանկալի է այդ ժամանակահատվածում, եթե ամուսնանում եք եւ ոչ թե ասենք փետրվարի 17-ից մինչև փետրվարի կեսից մինչև մարտի վերջ, այդ ժամանակահատվածը սա էլ ասեմ, որ ամուսնություններ նշանդրեք եւ այլն, այս ամենը ցանկալի չէ։ Որոշում եք դուք, ես խորհուրդ եմ տալիս։ Այսպես, այսքանով ավարտենք իմ սիրելի առույցներ, կարծում եմ շատ օգտակար եղավ ձեզ այս իմ խորհուրդները ներկայացնելը ամեն ինչ անում եմ ձեզ համար այսպես, որտեղ գիտեք որ շատ եմ սիրում առույցներին եւ դուք էլ ձեր շնորհակալությունը կարող եք հայտնել կիսվելով ձեր տպավորությունների մասին եւ լայքելով, տեսնենք որքան լայք կհավաքեք դուք, եթե շատ լայքերը լինեն, ես ասել եմ որ շուտով այդպես եմ անելու ովքեր շատ են լայքում, հենց իրենք էլ կլինեն առաջին, այսինքն այդ մարդիկ են շնորհակալություն հայտնում ու ավելի հետաքրքրված են, կարևոր է, շնորհակալ լինելը կյանքում շատ կարևոր գիծ է, այսպես, այսքանը թերևս իմ շատ սիրելի առույցներ, լավ եղեք, մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ